Սուպերմարկետի դիմաց մի ծանոթի հանդիպեցի, շփոթված կանգնել էր, հարցրի ինչ է պատահել, ասեց հենց նոր մեկը ինձ ասեց էշ, ասեցի դե լավ, որ ասեց, որ էշ չդառար, ու մարդը պատմեց, ասեց սուպերմարկետի ներսում միտեղ տուփով հնդկաձավար էին վաճառում, մի կին ասում է դրեց զամբյուղի մեջ, կնոջը զգուշացրեցի, որ նույն խանութում մեկ այլ տեղ այդ նույն գումարով կարող եք 2 կիլոգրամ գնել, բայց կշռելով, ասում է կինը խետ նայեց, ասեց էշ ու հեռացավ, այդ պահին հիշեցի Սերգեյ Միխալկովի մի առակ, այն նույն Սերգեյ Միխալկովի, ով ազգությամբ հայ Ռեգիստանի հետ գրել էր Սովետական միության հիմնի բառերը, առյուծը անտառում քնած է լինում, ինչ-որ մեկը բերում առյուծի պոչին կպցնում է մի պիտակ, պիտակի վրա գրված է էշ, ու վրան կնիկ, առյուծը առավոտ զարթնում և ամբողջ անտառով պտտվում է, հարցնելով տարբեր կենդանիների, ինչ անեմ սրա հետ, բոլոր կենդանիներն ասում են պոկիր դենն է տիր, առյուծն ասում է, բայց ախր վրան կնիկ կա, այդ կինը բնականաբար անշնորհքություն էր արել, որ ասել էր էշ, և բնականաբար այդ մարդը էշ չէր, բայց այդ կինն էլ ուներ ընտրելու իրավունք և ոչ ոք չունի նրան խորհուրդ տալու, թե ինչ գնի և որտեղից գնի։